Ժամը 13-ն է, Open Media-ի ուղիղ եթերում News լրատվականը մեկնարկում է իր աշխատանքը «Մենք աշխատում ենք» հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, շատ բարի օր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հակադարձել է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, նշելով, թե նրանց հայտարարություններն իբր վերահաստատում են, որ Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոք Հայաստանի Հանրապետությունը մոտակա ծառից կապելու համար։ Ժողովուրդների իրավունքները, պատմական արդարությունը և նման եզրույթները եղել են ընդամենը հիմնական նպատակը ծխածածկելու համար։ Բանակցային բոլոր գործընթացները, նաև պատերազմը կանգնեցնելու բոլոր առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին։ Մինչև տարեվերջ բանակցային թղթերը կհրապարակվեն և դա ավելի տեսանելի կդառնա։ Թոկը կարճացնելու այս պրոցեսի վերջնանպատակը եղել է Հայաստանի պետականությանը վերջ դնելը, գրել է նա հետգրությունում էլ նշել, որ Ղարաբաղի ժողովուրդը կառավարության աջակցությամբ պետք է տնավորվի Հայաստանի Հանրապետությունում։ 44-օրյա պատերազմում աղետի պատճառների շուրջ Հայաստանի երրորդ նախագահի ու գործող վարչապետի բացահայտումներն ու հայտարարությունները շարունակել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 5-րդ ալիքի հետ հարցազրույցում Քոչարյանը հայտարարել է, թե երրորդ օրից արդեն հասկացել էր, որ չենք հաղթելու այդ պատերազմում։ Երկրորդ նախագահը նշել է, պատերազմը սկսելուց հետո 2 շաբաթ եղել է Արցախում, ապա վերադարձել, քանի որ համոզվել է, որ գործող իշխանությունը խուսափում է իր խորհուրդներից ու հուշումներից, թեև 90-ականներին ինքն անցել է Ադրբեջանին ռազմի դաշտին կայելու ճանապարհով։ Ասում է, պաշտպանությունը կազմակերպելու տեսանկյունից կոնկրետ առաջարկներ ուներ, բայց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը չուզեց հանդիպել և Բակո Սահակյանի միջոցով փոխանցեց հետևյալը. Եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, ինձ Հայաստանի վարչապետը պարզապես կուտի։ Երկրորդ նախագահի խոսքով իր համար ամենաանհասկանալին այն էր, որ Փաշինյանը մերժեց հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու ռուսական առաջարկը։ Նիկոլ Փաշինյանը մերժեց հստակ իմանալով, որ պատերազմը պարտվելու է, որտեղ գլխավոր շտաբը զեկուցել է ուղղակի, որ պատերազմը շարունակելու ռեսուրս բանակ այլևս չունի։ Եվ այդ որոշումը մեր ժողովրդի վրա նստել է առնվազն 2,500 լրացուցիչ զոհով եւ առնվազն 5-ից 6,000 վիրավորներով։ Սա առաջնորդի քայլ է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալու ճանապարհին նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում խոսել է Հարավային Կովկասում հնարավորությունների պատուհանի մասին եւ հիշել, թե ինչպես է օգնել իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևին Արցախի զավթման գործում։ Էրդողանը նշել է, որ ուրախությամբ է ընդունում խաղաղ գործընթացի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև քայլերը եւ բազմիցս գոհունակություն է հայտնել կողմերի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ 30 տարուց ավելի անկայունությունից հետո Հարավային Կովկասում բացվել է հնարավորությունների պատուհան կայուն խաղաղության եւ հանգստության համար։ Նրա խոսքերն է փոխանցում Անադոլուն։ Խաղաղ գործընթացի ավարտը Ադրբեջանին շատ արագ կդարձնի նաեւ տարածաշրջանում խաղաղության ճարտարապետ, ասել է Էրդողանը։ Հիշեցնեմ, նա Բաքվում էր նոյեմբերի 8-ին զինվորական շքերթին մասնակցելու համար, այստեղ եւս նա հիշեցրել է, որ Թուրքիան ու Պակիստանը մեծապես օգնել են Ադրբեջանին 44-օրյա պատերազմում։ Բրիտանական BBC մեդիա կորպորացիայում Միացյալ Նահանգների նախագահի խոսքի մանիպուլյացիայի մեղադրանքների ֆոնին պաշտոնանկ են արվել գլխավոր տնօրենն ու լրատվության բաժնի ղեկավարը։ Սկանդալը բռնկվել է այն բանից հետո, երբ բրիտանական Telegraph թերթը հայթայթել էր BBC-ի ղեկավարությանն ուղղված նախկին լրագրող Մայքլ Պրեսկոտի գրությունը, որտեղ նա մեղադրում էր իր նախկին գործատուին Թրամփի խոսքերի դիտավորյալ աղավաղման մեջ։ Խոսքը անցյալ տարի եթեր հեռարձակված Թրամփ երկրորդ շանս ծրագրի մասին է, որտեղ սխալմամբ է մեջբերվել Թրամփի 2021 թվականի հունվարի 6-ի խոսքը Վաշինգտոնում անկարգություններից առաջ։ Մոնտաժից ստացվում էր, թե Թրամփն իբր ուղղակիորեն կոչ է արել գնալ Կապիտոլիում եւ այնտեղ կատաղի պայքարել, մինչդեռ նա այդ հայտարարությունն անում է 50 րոպե անց այլ համատեքստում։ Պրեսկոդը պնդում է, որ BBC-ի ղեկավարությունն անտեսել է իր նախազգուշացումները։ Սպասվում է, որ այսօր BBC-ն պաշտոնապես ներողություն կխնդրի Դոնալդ Թրամփից։ Միջազգային լրահոսին հետևում է իմ գործընկեր Դավիթ Կենջոյանը։
Ռուսական ուժերը շարունակել են կատաղի հարձակումները Դոնեցկի մարզի Պոկրովսկի ուղղությամբ եւ հայտարարել Զապորոժիեի մարզի Ռիբնոյե բնակավայրը գրավելու մասին։ Ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ իրենց զորքերը դիմակայում են ռուսական գրոհներին, հակառակորդին պատճառելով անձնակազմի եւ տեխնիկայի կորուստներ։ Այս ռազմական գործողություններին նախորդել էր հանգստյան օրերին Ուկրաինայի էներգետիկ եւ ռազմաարդյունաբերական օբյեկտների վրա իրականացված ռուսական լայնածավալ հարձակումը։ Այդ հարվածների հետևանքով վնասվել են կարևոր ենթակառուցվածքներ, մասնավորապես խոշոր ջերմակայան։ Չնայած գործող հրադադարին Գազայում իսրայելական հարձակումների հետևանքով սպանվել է 1 պաղեստինցի եւ վիրավորվել 5-ը, իսկ Կարմիր խաչի միջոցով Իսրայելին է փոխանցվել իսրայելցի զինծառայողի մարմինը։ Իսրայելական կողմը բախումները կապում է պաղեստինցիների կողմից հրադադարի համաձայնագրով սահմանված դեղին գիծը հատելու հետ, ինչի հետևանքով նաեւ շաբաթ օրն էր զոհ գրանցվել։ Ըստ Գազայի առողջապահական մարմինների 2023 թվականի հոկտեմբերից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով ընդհանուր զոհերի թիվը հասել է 69176-ի։ Միացյալ Նահանգներում 40-օրյա կառավարական շատդաունը կարող է ավարտվել, քանի որ Սենատը առաջ է մղում դաշնային գործակալությունների ֆինանսավորումը վերսկսելու օրինագիծը, ինչին աջակցել են նաև որոշ դեմոկրատներ։ Այս զարգացմանը զուգահեռ շատդաունի հետևանքով ավիադիսպեչերների բացակայության պատճառով կիրակի օրը չեղարկվել է ավելի քան 2800 եւ հետաձգվել ավելի քան 10200 թռիչք։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ լուծումը մոտ է, սակայն օրինագիծը դեռ պետք է հաստատվի ներկայացուցիչների պալատում եւ ինքն էլ ստորագրի։ Թայլանդ-Մալայզիա սահմանի մոտ ռոհինջա միգրանտների նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, անհետքորածների որոնումները շարունակվում են։ Իշխանությունները հայտնում են, որ խորտակված նավում եղել է մոտ 70 մարդ, 230 ուղևոր տեղափոխող երկրորդ նավի ճակատագիրն անհայտ է։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 13 փրկված։ Մյանմարում հետապնդվող ռոհինջա համայնքի անդամները փախչելով բռնություններից եւ փախստականների ճամբարների ծանր պայմաններից պարբերաբար դիմում են նման վտանգավոր ծովային ճանապարհորդությունների։ Ֆիլիպինների հյուսիսին հարվածած Ֆունգվոնգ սուպերթայֆունի հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել։ Ավերածությունները լայնածավալ են, իշխանությունները տարհանել են ավելի քան 1 միլիոն մարդու։ Թայֆունն արդեն թուլացել է եւ շարժվում է Թայվանի ուղղությամբ, սակայն Ֆիլիպինների մեծ մասում դեռևս պահպանվում են ուժեղ քամիների եւ տեղումների մասին նախազգուշացումները։ Այս գերթայֆունն այս տարի երկրին հարվածած 21-րդ փոթորիկն է։ Նախորդ շաբաթ 224 մարդու կյանք խլած Կալմայեգա թայֆունից անմիջապես հետո։ Դավիթ Գենջոյան, Ռիոփն մեդիա։ Իսրայելի կառավարության խոսնակ Շոշ Բեդրոսյանը հայտարարել է, որ թուրք զինվորներ չեն տեղակայվի Գազայում բազմազգ ուժերի կազմում, որոնք պետք է փոխարինեն Իսրայելի պաշտպանության բանակին։ Մեջբերեմ Թուրքի ոտք չի լինի մեր հողում, լրագրողներին հայտարարել է Բեդրոսյանը։ Պատերազմը դադարեցնելու Դոնալդ Թրամփի ծրագիրը նախատեսում է ժամանակավոր միջազգային խաղաղապահ ուժերի կազմավորում, որոնք աստիճանաբար իրենց վրա կվերցնեն Գազայի անվտանգության ապահովումը։ Շատ երկրներ են ցանկանում մանդատ ստանալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել էր, որ Անկարան կառուցողական դեր կխաղա, սակայն Վաշինգտոնը ոչինչ չի պարտադրի Իսրայելին, երբ խոսքը վերաբերում է նրա տարածքում օտարերկրյա զորքերին։ Փարիզի դատարանն այսօր որոշում կկայացնի Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին ազատելու վերաբերյալ նրա բանտարկությունից ընդամենը 20 օր անց Սարկոզին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման 2007 թվականի հաղթական նախընտրական քարոզարշավը իբր Լիբիայից ստացված միջոցներով ֆինանսավորելու նպատակով հանցավոր դավադրության մեղադրանքով։ Սարկոզիի փաստաբանները բողոքարկել են դատավճիռը եւ ներկայացրել վաղաժամ ազատման միջնորդություն։ Այսօր կայանալիք լսումների ընթացքում Սարկոզին կներկայացնի երաշխիքներ, որ կկատարի պայմանական ազատման պահանջները։ Դրանք ընդունման դեպքում նա կգտնվի դատական վերահսկողության ներքո եւ կարող է ազատվել Փարիզի Լա Սանտե բանտից մի քանի ժամվա ընթացքում։ Տնային կալանքի է ենթարկվել Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի քպեական տնօրեն Անուշ Համբարձումյանը։ Նա ձերբակալվել էր քրեական վարույթի շրջանակում բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Հոկտեմբերի 21-ին Վաղարշապատ համայնքի գյուղերից մեկում ԿՊ-ի մի շարք տեխնացուների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական միջոցառում, որի ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ։ Նվերները փոխանցողների թվում է եղել նաև ԿՊ կուսակցության ավականու անդամի թեկնածու։ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվում է 2 թունել, հայտնում են ճանապարհային դեպարտամենտից։ Թունելների ընդհանուր երկարությունը մոտ 1 կիլոմետր է։ 2023-ին սկսված շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ, լիակատար շահագործման հանձնել 2026-27 թվականներին։ Ըստ ծրագրի ճանապարհը կհամապատասխանեցվի եվրոպական մայրուղիների նորմերին, կապահովի անվտանգ եւ արագ տրանսպորտային կապ Իրանից դեպի Հայաստանի հյուսիս։
Հայաստանի հավաքականը 4 ոսկե մեդալ է նվաճել Երևանում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Սպորտի կառավարման կենտրոն մարզահամալիրում հավարտված երիտասարդական առաջնությունում նոյեմբերի 9-ին տեղի ունեցան եզրափակիչ մենամարտերը, որտեղ Հայաստանն ուներ 13 մասնակից, 9 տղա, 3 աղջիկ։ Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից տարբեր քաշային կարգերում ոսկե մեդալակիրներ դարձան Վաղարշակ Քեյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը, Արգիշտի Հակոբյանը եւ Սամվել Սիրամարգյանը։ Եվ վերջում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Հունգարիայի եւ Պորտուգալիայի դեմ խաղերից առաջ Գեորգի Հարությունյանը, Ստիոպա Մկրտչյանը, Էդուարդ Սպերցյանը եւ Հրանտ Լեոն Ռանոսը ազգային հավաքականի ճամբարում կլինեն նոյեմբերի 10-ին, իսկ Նաիր Թիկնիզյանը նոյեմբերի 11-ին։ Նոյեմբերի 13-ին Հայաստանի թիմը կընդունի Հունգարիային 3 օր անց մրցակցի խաղադաշտում որակավորման փուլի վերջին խաղը կանցկացնի Պորտուգալիայի հետ։ Այսքան ենք պատրաստել այս ժամի համար, հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, կհանդիպենք հաջորդ թողարկման ժամին 17:00-ին առայժմ։